Այստեղ ես ներողություն եմ խնդրում, չեմ ուզում, որ էլի եմ ասում, տես նեգատիվի բան տպավորություն թողնի, բայց ես պետք է հրապարակային ասեմ, որովհետև որ չասեմ, ես չեմ պատկերացնում, ես չեմ կարող անընդհատ այս նույն թեմաների մասին խոսալ։ Ես գիտեմ, որ մենք դպրոցներին տալիս ենք նորակառույց դպրոցներում մասնավորապես էլեկտրոնային դաշնամուր, որը գիտեք, որ բաներ կան, դահլիճներ կան, բեմ կա եւ այլն եւ այլն։ Ես վերջինս մտել եմ մի դպրոց, նայում եմ դաշնամուր չկա։ Ասում եմ դաշնամուր չեք ստացել, ասում եմ ստացել ենք, ասում եմ բա ուրա։ Ասում եմ բանալին հրբերեք, այդ բանի դահլիճին կից կա պահեստ։ Այդ պահեստում դրած է։ Հարգելիներս դա երեխեքի համար է, երեխեքի։ Դա այն մեր տան սպասքի պես մի տարեք դրեք պահարանը ու դուռը փակեք, որ թեկուս 50 տարի հետո էլ վարչապետ գա տեղ ասեն դաշնամուրն ուր ասեք հեսա ձեր տված չի։ Այդ դաշնամուրը դրած է, որ երեխեքը նվագեն։ Թող երեխեքը նվագեն, փչացնեն, թող տան ջարդեն, մի պահեք պահեստում։ Դրեք բեմերի վրա բոլոր տեղերը, մարզպետներին եմ ասում, նախարարությանը բոլոր տեղերը դաշնամուրները ստացված են, դաշնամուրները պետքա լինեն բեմի վրա կամ հասանելի տեղ, դահլիճում պետքա լինեն, որ երեխեքը նվագեն այդ դաշնամուրի, երեխեք իհարկե ասի ջարդեք, բայց չջարդեք, այդ տենց բան էր, տենց պատկերավոր նկարագրություն էր, որտեվ դա արվում է, որպես երեխեք ստեղծագործելու հնարավորություն ունենան, դպրոցում երկար մնալու մոտիվացիա ունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլի ասում եմ, ցնցուղները դպրոցի թող օգտագործեն։ Ես էլի տնօրենի հետ իմ խոսակցությունն եմ հիշում։ Մտնում եմ բանը, ցնցուղ։ Նայում եմ օգտագործած չի, ասում եմ չեք օգտագործել ոչ մի անգամ, ասում հա չենք օգտագործել։ Ասում եմ քանի երեխա կլինի դպրոցում, ասենք հիմա բան չի, էտել քանի երեխա կլինի դպրոցում, կլինի 5 երեխա, 10 երեխա, ում տանը ցնցուղ չկա, կլինի ձեր դպրոցում, հնարավոր է տենց բան, ասում են հա, ասում են թող տուն գնալուց առաջ գան ցնցուղ ընդունեն, նոր գնան, ինչ կլինի, վատ կլինի, խնդիր կլինի, ինչի համար ենք ամեն ինչը տենց պահում, փակում եւ այլն եւ այսինքն առնվազն կառավարությունը փող է ծախսել դրա համար, որ այդ երեխեքը օգտվեն նրա համար չի, որ գանք նկարվենք, PR անենք, ասենք, տեսեք, ցնցուղ ենք բան արել։ Չնայած PR-ն էլ իր տեղն ունի, հարցը դա չի, բայց օքեյ, PR-ը կարող լինի մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, բայց մնացած տարվա մնացած 363 կամ 2 օրը այդ դպրոցը պետք է աշխատի։ Եվ սա խնդիր է, որը մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Էլի սկսել ենք դպրոցի պատերի վրա ինչ ասես կպցնել։ Այդ խնդիրն էլ լուծված չի։ Էլի կամած տենում ենք, որ այսինքն սա հարցերը պետք է լուծվեն եւ խնդրում եմ լուրջ վերաբերվեք սրան։ Պետք է նախարարությունն է, տեսչական մարմինն էլ, մարզպետարաններն էլ լուրջ վերաբերվեն սրան, որովհետև այնտեղ ձևակերպվում է մեր երկրի ընդհանրապես ամբողջ բովանդակությունը եւ մենք պետք է ուշադիր լինենք այդ հարցերի նկատմամբ։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, միանշանակ հանձնարարականները թե կապված դասալսումների եւ առհասարակ մշտադիտարկման գործառույթի ուժեղացման հետ կապված անպայման կապահովենք նաեւ այդ դպրոցների պատերի բովանդակության մասով։ Ես ուղղակի կուզեի նշել, որ մենք նաեւ փորձում ենք մակրո դիտարկման միջոցով նայել դպրոցների ակտիվությունը, տարբեր հանրապետական նշանակության միջոցառումներ եւ դրանով եւս չափել ինչքանով է տրամադրված գույքը օգտագործվում։ Ասենք մասնավորապես, եթե մի դպրոցի, որտեղ մարզադահլիճը վերանորոգվել է եւ գույքով ամբողջովին նոր համալրվել եւ այնտեղից դիցուկ վարչապետի գավաթի, ասենք բասկետբոլի գավաթին չեն մասնակցում, անգամ համայնքային փուլին, դա ինքնին ցուցիչ է, որ մի բան այն չի եւ մենք դա հաշվի ենք առնում նաեւ տնօրեն
տնօրենների ատեստավորման ժամանակ կամ եթե լաբորատոր սարքավորներ ունեն, բայց գիտության փառատոնին կամ որևէ այլ, ասենք 9-րդ դասանի ավարտական քննությունների ժամանակ դիցուք նախագծային աշխատանք չեն ներկայացնում այդ դպրոցից կամ քիչ երեխեք կամ ոչ մեկ, դա արդեն ցույց է, որ այդ լաբորատոր բաները չեն օգտագործվում ըստ պատշաճի եւ նաեւ դա մենք հաշվի ենք առնում դպրոցներին մեր գնահատականի, այդ թվում տնօրենների ատեստավորման ժամանակ ուզեի սա ընդգծել։ Շատ լավ։ Ես ուզում եմ մեր մոտիվացիան այն չի, որ մենք դիտողություն անենք, նկատողություն անենք, պրետենզիա ներկայացնենք, մենք ասում ենք եկեք այդ նույն վարչապետի գավաթի մասին խոսեցիք, հիմա մենք գնում ենք այնտեղ եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, որ անդադ այնտեղ են։ Անդադ պատվանդանն են, ինչը շատ լավ, ես շատ ուրախ եմ, որ կան նաեւ նման, բայց մյուս կողմից էլ ասում ես մի րոպե, բայց այս մի կողմից լավ, այդ նշանակում է այդ ուսուցիչները շատ լավ ջանասեր, կենտրոնացած, նվիրված աշխատում են, բայց մյուս կողմից երբ որ տեսնում ես հանրապետությունում 10 ֆիզկուլտուրայի ուսուցիչ կա, որ բոլոր վարչապետի գավաթները կիսում են իրար հետ, ինչը շատ լավ է, այդ նախ իմ գնահատանքը եւ խոնարհում է այդ մարդկանց, որ իրանց աշխատանքի վրա այդքան կենտրոնացած են, բայց հարցա ծագում, բայց մի րոպե, այս ինչ որ խնդրի մասին է խոսում։ Եվ այստեղ էլ մենք խնդիր ունենք եւ այս խնդրի վրա պետք է ուշադրություն հրավիրենք։ Համեցեք Մասինյանյան, ինչի կասում։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, այս նույն տրամաբանության մեջ գույքի մասն ենք խոսում, բայց նաև պետությունը այսքան գումարներ է ծախսում վերանորոգում սպորտային սրահները եւ որոշ դպրոցներ դաշտեր ունեն, նաև դպրոցից հետո մեր երեխաները եւ ոչ միայն իրենց ծնողներն էլ հաշվի առնելով մանավանդ քաղաքի տարածքի սակավությունը, այդ դպրոցի դաշտերը եւ սրահները հանրության համար իհարկե ոչ լրիվ կարգավորված ընթացակարգերով, բայց բաց պահել, որպեսզի մարդիկ կարողանան դասերից հետո ակտիվ սպորտով զբաղվել, թե չէ մասսայական սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպի, կենսակերպի մասին դժվար է խոսել, երբ որ մարդիկ պարզապես դրա ֆիզիկական լոգիստիկ հնարավորությունը չունեն։ Այդ խնդիրն էլ է դրված մեր դպրոցների առաջ եւ ընդ որում ես ուզում եմ էդ էլ ասեմ, որ որոշ տնօրենների օբյեկտիվ մտահոգությունը մասնավորապես ձեր ասացի վերաբերյալ, ձեր ասացի մասով, որ գույք հարակ կմաշվի, դա էլ եմ ես հասկանում, բայց մենք հիմա ունենք պայմանավորվածություն, որ սա մեկ անգամյա գործողություն չի։ Մենք հիմա պետքա ստանդարտ ենք սահմանում, թե դպրոցը այս լաբորատորիան ինչքան ժամանակ պետքա օգտագործի, դաշտը ինչքան ժամանակ պետքա մնա առանց նորոգման։ Այսինքն սա նեն չի, ես հասկանում եմ, որ նախկինում ավանդույթն եղել այն, որ ֆուտբոլի դաշտը եղավ, վերջ գնաց, դա առաջիկա հարյուրամյակների համար է։ Մենք դեն չենք վերաբերվում, մենք մեր բյուջետային եւ կառավարման process-ները պետք է կազմակերպենք այնպես, որ ստանդարտ ունենանք, որ ինչ որ ժամանակ, ես չգիտեմ, այդ մասնագիտական վերլուծությունն է, որը հիմա արվում է, ինչ որ մի ժամանակ հետո դաշտը պետքա նորոգվի, ինչ որ մի ժամանակ հետո լաբորատոր գույքը պետքա թարմացվի, չգիտեմ, նստարանը, գնդակը, թենիսի սեղանը եւ այլն, եւ այդպես շարունակ, եւ այո, ուրիշ խնդիր կա, կան մենք հիմա բողոքներ ենք ստանում, որ դպրոցները ուրիշներին վարձակալության չեն տալիս տարածքները տարբեր նպատակներով։ Դա էլ է խնդիր, որին մենք անպայման պետք է անդրադառնանք, բայց դա հարց է, որին մենք ընդհանրապես իհարկե կանդրադառնանք, բայց ես ուզում եմ պատեհ առիթ օգտագործեմ, քանի որ դպրոցների